Աջափնյակ թաղամասում շարունակվում է Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդի քարոզ արշավը, ասեմ, որ ի սկզբանե մենք նրան մինչև քարոզի սկիզբը հարց ուղղեցինք կապված այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հերթական մեղադրանքի հետ, այն մասին, որ Ծառուկյանի փեսան, այն տունը, որ արդեն պետության սեփականությունն է դատարանի որոշմամբ, այդ տնից գողություն է անում, այսինքն քարերն է փոխում։ Հարցրեցինք Ծառուկյանին, արդյոք սա համապատասխանում է իրականությանը, եթե այդպես է, ինչու է փեսան արդեն պետությանը պատկանող շենքից քարեր փոխում։ Գուլոյանը, որ իր տուն եզաստեն փոքր իր երեխաների համար, դա շուտ է եղել մինչև որոշումից առաջ։ Վարպետներին բռնետալն է, որ այդ վարպետները ոչ թե քար քանդող տարող են, այլ կառուցում են, գեղեցկացնում են, ու Գուլոյանն իր փաստաբան հաստատ դիմեք, որ 2,5 միլիոն է, ես չեմ ընդունել, բայց որոշումը ես պատրաստ եմ այդ 2,5 միլիոնը վճարեմ, իմ հորական պապական տունն է, մեր երեխեքի տունը մնա, ինքը ոչ թե քանդած ավելի գեղեցիկ սարքում են վարպետները, որ սարքում են այնտեղ է։ Վարպետներին տարել են 3 օր միլիցիա, վարպետները ցուցմունքը տալիս են, այո։ Իսկ այդ քանդելը եղել է այդ որոշումից առաջ, մի տարի, 2 տարուկես առաջ։ Ասեմ նաև, որ Ծառուկյանի փեսայի տան պետականացումից հետո փեսան բնակվում է Վարձով, համենայն դեպս այդպես հայտարարեց Գագիկ Ծառուկյանը, ինչ վերաբերում է Փաշինյանի մյուս մեղադրանքներին, նաև սպառնալիքներին, որ հնչեցրեց 3, որ նա վանդակում է ապրելու, սրան Ծառուկյանը հարմար չհամարեց անդրադառնալ եւ այսօր ավելի վաղ իր թիմի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ դեմ է վիրավորանքների ցեղ շպրտելուն, կոշտ պատասխանելուն, մեջբերեմ մեր մեծությունը, բարձրությունը եւ կլասը պիտի պահպանենք։ Ես ասել եմ առաջինը ես չեմ սկսում։ Մարդիկ ասում են պատասխանը ստանում են։ Ասեմ, որ Աջափնյակում հավաքված էին Բարգավաճ Հայաստան կուսակցության համակիրներն ու անդամները եւ մեր տպավորությամբ այնքան էլ մեծ չէր հենց Աջափնյակի բնակիչների թիվը։ Լրիվը ստեղ է մարդ չկա, հայատը մարդիկ ստեղ են, անդե մարդ չկա։ Չկա, այո, կուսակցությունը բերել այրանց է։ Բայց ոնց նայում եմ մեր թաղամասից երևի շատ քիչ մարդ կա ստե։ Պարզապես մեկ բառով կարտահայտեմ միտքս, վռնդենք, ոչ թե հեռացնենք, պարզապես վռնդենք, Փաշինյանի նման նախագահ մենք պետքա չունենանք, Փաշինյանի նման ղեկավար պետքա չունենանք։ Եթե ժողովուրդը մեծարում է, ուրեմն ինքը լավ մարդ է, հայոց ժողովրդի համար լավ բաներ կա։ Հոգի հարազատ է ինձ ամեն իրանց կետերը։ Որ կետերը կան։ Բոլոր կետերը։ Բոլոր կետերը հոգեհար։ 5 հատ կետ ունի, չէ՞ նորմալ։ 5-ն էլ հոգի հարազատ է ինձ։ Որևէ մեկը առանձնացնեք։ Երաշխավորված խաղաղություն ամենակարևորը։ Անվճար ուսուցում։ Տպավորություն փոփոխություններ։ Բոլոր ծևի փոփոխություններ։ Ամեն ինչ, թե աշխատատեղերով, թե իշխանափոխությունով, թե ամեն ինչով պետք է լինի։ Վարչապետը ինչ ասում է, ամեն ինչը հակառակն է անում։ Պետք է գործով ցույց տալ, ինձ թվում է Ծառուկյանը կապացուցի, որ ինքը իր խոսքի տերն է։ Ես համարում եմ, որ Գագիկ Ծառուկյանը այսօրվա դրությամբ միակ քաղաքական գործիչն է, որ երբեք ոչ մեկին չի խաբել։ Իր ասածը ոնց որ ինքն է ասում, որ ասածը գործ պետք է լինի, ինչ ասածը գործ անի։ Աջափնյակի բնակիչների հետ հանդիպումներում Ծառուկյանը հիշեցնում է իր արդեն վաղեմի դարձած խոսքը, թե իր խոսքը գործ է, խոսում է անվճար կրթության, առողջապահության եւ խաղաղության, երաշխավորված խաղաղության մասին։ Նա այսօր դարձյալ շեշտեց, որ պիտի Ռուսաստանի հետ չթշնամանանք եւ ասում է, որ օր-օրի այն ինչ ասել է կատարվում են, հավանաբար նկատի ունենալով ռուսական սահմանափակումները։ Ասում է, որ չի կարելի Ռուսաստանի հետ թշնամանալ, ասել եմ, չէ՞։ Հիմա տեսնում եք ինչ է կատարվում, դրա համար պետք է մտածեն երկրի ժողովրդի համար, ընտրությունը թող շատ լինի, բայց կոնկրետ պետք է ընտրես ամենալավը, որը դա անվտանգ է քո երկրի համար, քո ժողովրդի համար, քո ժողովրդի առօրյայի համար։